Այնքան եմ ուզում նստել ու գրել, լուսավոր ու ջերմ, մի քանի քառյակ։ Այնպես եմ ուզում այն ծառը ջրել, որը չի ծաղկել 3 տասնամյակ։ Բայց զուտ գրելով ես ինձ խաբելով հո ծառ չեմ ջրի, երբ աղբյուր չկա, դատարկ բաժակից իբրև հարբելով սիրտս չի խնդա, հոգիս պար չի գա։ Հերթական անգամ չեմ ուզի խաբվել ինքնաներշնչման հիպնոտիկ խաղով։ Եվ ընթերցողից չեմ ուզում խաբել, սիրուն տողերից խոստումներ տալով, բայց շատ եմ ուզում, թող այդ պահը գա, նստեմ ու գրեմ մի քանի քառյակ, որ ես ճիշտ չէի, որ կա ապագա, սխալիս համար ինձ տայիք ապտակ։ Տաճարներում մեր հնամյա մամռակալած քարեր քերեմ, ասելիքը հազարամյա փորձեմ գտնել, եմի բերել։ Նարեկացի ես չեմ դառնա ու չեմ գրի մի նոր մատյան, բայց տաճարներն այս զառամյալ դեռ չեն դրել թուրը բացյան։ Թրեր, որոնք հայկիորոք մահ են սպրել իրենց հրով, դուրս են թափել քանի փորոք նրանց, ովքեր եկան սրով։ Մամռակալած քարերը հին շատ գաղտնիքներ ունեն պահած, ականջ տրեք տաճարներին ու քարերին մամռակալած, ականջ տրեք տաճարներին։ Այսքանից հետո եւս մի այսքան, ու էլի անվերջ այսքաններ կգան, ինչպես եղել են բազում անգամներ, եկել անցել են, ինչպես վայրկյաններ։ Եկել ցնցել են հայկական հողը, հայն զգացել այդ հողի դողը, ու թվացել է վերջն է աշխարհի, բայց չէ, ապրում է դեռ կենը հայի, այնպես որ ոչինչ, կանցնեն, կգնան ամենադժվար ցնցումներն անգամ, այսքանից հետո եւս մի այսքան, ու էլի անվերջ այսքաններ կգան։ Խաղաղությունդ ինչպես միշտ թերի կպածվանքերից ճաքած պատերին։ Գնա, ուզում ես, մատներով քերիս ճակատագիրը տանջված պապերիդ։ Անկախությունդ ինչպես միշտ թերի, նման անավարտ սրբապատկերի, ու չեն թողնել որ նա ավարտվի, որ ազգդ ապրի շնչի, հանդարտվի։ Ահռելիքին են քեզնից միշտ տանում, սակայն ոչինչ էլ դու չես ստանում։ Եվ Աստծուն ես ստիպված կանչում, նորից աղոթում, խնդրում, աղաչում, այնինչ այլ բան է քեզնից պահանջվում, իսկ դու քնած ես էշի ականջում, նայիր 4 կողմդ, տես ինչ են անում, տես հարձակումներն ինչպես են վանում, միայն կրակով, զենքով, բանակով և համախմբված մարդկանց որակով, միայն զարգացման անխախտ ընթացքով, իսկ մենք աղոթքով, իսկ մենք աղոթքով։